Բոլորիդ ողջունում եմ Քրիստոսի սիրով, ուրախ եմ, որ այնուամենայնիվ կարողացել եք գալ, նման առողջական խնդիրներ ունեին մյուսները, տարբեր երևի ընտանեկան հարցեր, բայց այնուամենայնիվ մենք միասին ենք և դրա համար փառք ենք տալիս Աստծուն, ինչպես այսօր մեր դասի ժամանակ խոսում էինք, չէ, ինչքան պատճառներ կան շնորհակալ լինելու Աստծուն։ Այսօր մենք ունենք հաղորդության ծառայություն և ցանկանայի մի քիչ խորհենք դրա մասին։ Ինչ է հաղորդություն և ինչ ենք մենք անում այդ ժամանակ։ Երբ որ մենք միասին հավաքվում ենք, մասնակցում ենք ոտնալվայի արարողությանը և հետո հաղորդությունն ենք ընդունում, ինչ է դա իրականում։ Ամեն անգամ 3 ամիսը մենք հավաքվում ենք, ինչ-որ բան դա փոխում է մեր կյանքում, թե ոչ, իմաստուն է, թե ոչ, թե գուցե մենք էլ հին հրեաների նման այսպես ամեն անգամ գալի մասնակցում ենք այս ծիսակատարություններին և ամեն ինչ այնպես էլ մնում է նույնը։ Հիշեք խնդրեմ, որ հրաժողովուրդը դարեր շարունակ կատարում էր արարողություններ, որոնք Աստված էր նրանց պատվիրել։ Եվ ստացվեց այնպես, որ այդ արարողությունները, ծիսակատարությունները կորցրին իրենց բովանդակությունը։ Դրանք վերածվեցին ընդամենը արտաքին ձևականության։ Աստված չանի, որ հանկարծ մեր եկեղեցու կյանքում էլ այդ ծիսակատարությունները ձևական բնույթ կրեն։ Դա նշանակում է, որ մենք լրջորեն պատրաստվում ենք այս արարողությանը։ Մենք զբաղվում ենք ինքնակննությամբ, տանը, մինչև ընդունելը Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող այդ սիմվոլները, մենք նախապես ժամանակ ենք անցկացնում Տիրոջ հետ և նորոգում ենք մեր ուխտը։ Հավիտենական ուխտ։ Ինչ է նշանակում ուխտ հասկացողությունը։ Ուխտ խտառով հայերեն։ Ինչ է ուխտը։ Այո, ուրեմն ուխտը հին կտակարանյան լեզվով դա նշանակում է պայմանագիր, դաշնագիր, կարող է նշանակել որպես սահմանադրություն, կանոնադրություն, համաձայնագիր, կարող է նշանակել խոստում կամ երդում և կարող է նշանակել միություն։ Մեզ համար ամենածանոթ ուխտը, դա որ ուխտն է, որ մենք գիտենք, դա ամուսնության ուխտն է, չէ՞, մարդկային ընտանիքում ամենածանոթ, բոլորը տեղյակ են, ամուսնության ուխտը։ Տեղյակ եք բոլորը, ինչ է դա ամուսնության ուխտը։ Այո, դա պայմանագիր է երկու անձերի միջև, հակառակ սեռի, որ նրանք ինչ կլինեն մեկ մարմին և յուրաքանչյուրը իր կողմից տալիս է ինչ համաձայնություն և հավատարմության խոստում։ Այդպես է թե ոչ։ Ուրեմն ամուսնության ուխտը ըստ էության դա երկու կողմերի համաձայնագիր է, որի պայմաններում երկու կողմերը ունեն ինչ պարտավորություններ։ Մի կողմը խոստում է տալիս, մյուս կողմը ընդունում է պարտավորությունները և անպայման ամեն մի ուխտ հիմնվում է կամ հենվում է որոշակի կանոնադրության վրա կամ օրենքների վրա կամ ինչ-որ կետեր կան դրույթներ, որ նրանք երկու կողմերն էլ ընդունում են իրենց համար որպես ինչ չափանիշ, իրենց հարաբերությունների չափանիշը։ Ուրեմն առաջին անգամ սիրելիներ, այստեղ գիտեք, բոլորը չէ, երևի մեծ մասը ամուսնության ուխտ ունեցել են, կապել են, չէ՞, և դա հավատարմության խոստում է մեկը մյուսին,
Բայց այսօր մեզ հետաքրքրում է Աստծո եւ իր ժողովրդի միջև կապված ուխտը։ Ուրեմն առաջին անգամ ուխտ արտահայտություն մենք կարդում ենք Ծննդոց գրքում Աստծո խոստումը, որ նա տվեց Նոյին։ Եկեք բացենք ու կարդանք։ Ծննդոց 6-րդ գլխում 18 համարը։ Կարդամ 17-ից, որպեսզի միտքը ավելի հասկանալի լինի։ Ահա ես երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ։ Այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վրա կենդանության շունչ կա երկնքի տակ։ Եվ երկրի վրա ինչ որ կա, պիտի ինչ անի։ Այո, զրկվի կյանքից կամ սատկի կամ տարբեր այլ թարգմանություններում ինչ է գրված։ Մեռնի, ոչնչանա, կործանվի։ Բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ։ Եվ տապանը կմտնես դու ու քո որդիները եւ կինդ եւ որդիներիդ կանայքը քեզ հետ։ Ուրեմն առաջին հիշատակումը ուխտի այստեղ է, բայց այստեղ սիրելիներ, արտահայտությունը այնպես է գրված, որ կարծես թե դա առաջինը չի, չէ՞, նայեք, բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, գրված է որոշակի, սա նշանակում է այս ձևը արտահայտության, որ մինչ այդ եղել է այդ ուխտը, չէ՞, այստեղ չի ասում ես ուխտ կհաստատեմ քեզ հետ, ինչ որ մի այլ գրված է որոշակի, դա նշանակում է, որ այդ ուխտը գոյություն է ունեցել նաև Նոյից առաջ։ Եվ ասում է կհաստատեմ քեզ հետ։ Եվ տապանը կմտնես դու քո որդիները եւ կինդ որդիներիդ հետ։ Աստծո ուխտը մարդու հետ առաջին անգամ կապվել է որտեղ Եդեմական պարտեզում։ Աստծո եւ առաջին մարդկանց միջև։ Այդ մասին հստակ գրում է Ովսե մարգարեն 6-րդ գլխի 7 համարում, որտեղ ասում է, որ Ադամի պես ուխտը զանց են արել նրան։ Նորից որոշակիորեն է գրված, ինչը ցույց է տալիս, որ այդ ուխտը ի սկզբանե Աստծո եւ մարդու միջև գոյություն է ունեցել, սակայն ժամանակ առ ժամանակ մարդիկ խախտել են, քանդել են այդ ուխտը եւ զանց են արել։ Որպեսզի ավելի բացատրվի ուխտ հասկացողության իմաստը, հաջորդ հիշատակումը մեր մոտ, ուրեմն նորից Ծննդոց 9-րդ գլխում է, այս անգամ արդեն Աբրահամի հետ։ Եկեք նայենք 9-րդ գլուխը 8-ից 16 համարներ կարդամ։ Եվ Աստված ներողություն Նոյի հետ, չէ՞, Նոյի հետ, այս ասեցի Աբրահամին։ Եվ Աստված ասեց Նոյին եւ նրա որդիներին, նրա հետ ասելով. Ահա ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ եւ ձեզանից հետո ձեր սերնդի հետ։ Եվ ձեզ հետ լինող ամեն շնչավոր կենդանու հետ, թե թռչունի, թե անասունի, թե ձագ, թե ձեզ հետ լինող երկրի ամեն գազանի հետ։ Տապանից դուրս եկած ամեն բանի հետ, երկրի բոլոր անասունների հետ։ Եվ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլևս ոչ մի մարմին ջրհեղեղի ջրերից չի կորչի, եւ այլևս ջրհեղեղ չի լինի, երկիրը չացնելու համար։ Եվ Աստված ասեց. սա է այն ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ ու ձեր մեջ, ձեզ հետ լինող ամեն շնչավոր կենդանու մեջ, հավիտենական դարերի համար։ Իմ աղեղը դրեցի ամբի մեջ եւ այն ուխտի նշան լինի իմ ու երկրի միջև։ Եվ լինի, որ ես երկրի վրա ամ բերելիս աղեղը ամբի մեջ տեսնվի, այն ժամանակ ես կհիշեմ իմ ուխտը, որ իմ ու ձեր մեջ եւ ամեն մարմնի ամեն շնչավոր կենդանու մեջ դրել եմ եւ ջրերը այլևս հեղեղ չեն դառնա։
որևէ մարմին կորցնելու համար եւ աղեղամբի մեջ կլինի եւ ես կտեսնեմ այն, որ հիշեմ հավիտենական ուխտը Աստծո եւ ամեն մարմնից լինող բոլոր կենդանի անասունի մեջ, որ երկրի վրա է։ Ուրեմն ուխտը, որ Աստված առաջին անգամ գրված է կապում է Նոյի հետ, ինչպիսի ուխտ է։ Հավիտենական ուխտ է։ Հավիտենական ուխտ է։ Ուրեմն նորից, հիմա տեսեք ուխտը ինչ բաղադրիչներ ունի Աստվածաշնչում։ Սա հետաքրքիր է, պետք է մենք լավ հիշենք։ Ուրեմն, անպայման պետք է ուխտ կապելու համար երկու կողմ, առնվազն, պետք է խոստում եւ պայմաններ, երթում արյան զոհով։ Աստվածաշնչյան ուխտը անպայման ունի նշան, տվյալ դեպքում ծիածանի նշան է տեսակ, չէ՞, բայց կարող են լինել այլ նշաններ։ Հաջորդը, որ մենք կարդանք, դուք կտեսնեք, որ ուխտի նշանը թլփատությունն է, մարդկանց թլփատությունը եւ սովորաբար լինում են վկաներ ուխտի ժամանակ եւ վերջում հիմնականում լինում է հացկերույթ։ Սա Աստվածաշնչյան ուխտի ընկումն է։ Տվյալ դեպքում Աստված եւ մարդը երկու կողմ։ Տեսեք, ասում է, Աստված ասեց ուխտ կհաստատեմ ձեզ հետ։ Նոյը եւ իր ընտանիքը ընդհանրապես 8 հոգի էին, ճիշտ է, որ տապանից դուրս եկան։ Աստված ասում է ուխտը կհաստատեմ ձեզ հետ, քո ընտանիքին։ Եվ էլի ում հետ։ Եվ նշում է բոլոր կենդանիներին։ Նկատում եք թռչուններին, անասուններին, գազաններին։ Ես միշտ մտածում եմ, ինչպես կարող է Աստված ուխտ կապել կենդանիների հետ։ Չէ՞։ Հարց է։ Ինչպես է Աստված ուխտ կապում կենդանիների հետ կամ հաստատում։ Կենդանիները ուշադիր լսեք։ Նորից հիշեցնում եմ ձեզ ուխտի պայմանները։ Կա երկու կողմ, կա խոստում եւ պայման, ճիշտ է, ուխտի ժամանակ։ Խոստում եւ պայման։ Երթում կա արյան զոհով եւ նշան վկաներ հացկերույթ։ Հիմա, եթե ամուսնության ուխտի մեջ ասենք երկու կողմերը այդ պայմանների համար համաձայնություն են տալիս, չէ՞ օրինակ, ամուսինները խոստանում են հավատարիմ լինել իրար։ Աստծո եւ մարդու միջեւ Աստված ասում է, ես քեզ կպահպանեմ եւ կորշնեմ, մարդը ասում է, իսկ ես կպահեմ քո պատվիրանները։ Այո։ Բայց կենդանիները ինչ խոստում կարող են տալ Աստծուն։ Ինչպես կարող են նրանք համաձայնվել պայմանների։ Սա շատ խոր եւ տարօրինակ բան է, որ Աստվածաշնչում գրած է սիրելիներ, եւ որպեսզի ավելի ու ավելի պարզաբանվի այս պահը, թե ինչպես է Աստված ուխտ կապում նաեւ կենդանիների հետ, որոնք Նոյի հետ միասին տապանում էին, չէ՞։ Մենք պետք է գնանք առաջ եւ փորձենք նաեւ հաջորդը։ Ուրեմն, մինչ այդ խոսենք ծիածանի մասին։ Ասում է ծիածանը որպես նշան կլինի, ուխտի նշան է, որ Աստված ուխտ է կապել մարդկանց հետ, Նոյի զավակների հետ եւ երկրի վրա այդ բոլոր ապրող կենդանիների հետ։ Եվ դա նշանակում է, եթե հանկարծ մարդիկ Նոյի սերունդները տեսնեն ամպերը կուտակվում են, սև, անձրևաբեր, չէ՞, եւ որոտ է դղրդում, նրանք պետք է չվախենային, որ նորից կլինի ինչ, նորից կլինի ջրհեղեղ, նորից ավերածություն, նորից կկործանվի աշխարհը։ Եվ որպեսզի մարդիկ հույս ունենային Նոյի սերունդները, ինքը ասում է, ես կդնեմ նշան ամպերի մեջ, իմ աղեղը տվյալ դեպքում ծիածանն է։ Ծիածանը ամենահրաշալի երևույթներից մեկն է մարդկային կյանքում ընդհանրապես այս երկրում։ Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է։ Որտեղից է, ինչպես է դա հայտնվում, ինչ է։
Ինչ է դա ընդհանրապես։ Դա մի երևույթ է, որից մարդը զմայլվում է, չքնաղ երևույթ է ծիածանը, ճիշտ է սիրելիներ։ Բայց դա նշան է դրված Աստծո և մեղավոր մարդկանց միջև։ Ինչ է խորհրդանշում այդ նշանը։ Ինչու է ծիածանը ամպերի մեջ դրվում։ Եվ մարդը երբեք չի կարող որևէ ձևով ազդել դրա վրա։ Ուրեմն սովորաբար ծիածանը հայտնվում է անձրևային եղանակի ժամանակ, երբ որ մի քիչ արևի ճառագայթներ կան, երբ որ խառնվում են ամպերը, չէ, անձրևի եւ արևի ճառագայթները։ Եվ ծիածանը որպես երևույթ ցույց է տալիս, որ Աստծո բնավորությունը, թեև նա չի կարող հանդուրժել մեղքը, չարը մարդկանց մեջ, պետք է պատժի այն, բայց նրա ողորմածությունը մշտապես ուղեկցում է նրա արդարադատությանը։ Նա Աստծո արդարությունը, մեղքի չարիքի հանդեպ նրա վերաբերմունքը եւ նրա խղճահարությունը մեղավոր մարդկանց հանդեպ միախառնվում են իրար եւ այդ գաղափարը Աստծո ողորմածության սիրո դրսևորվում է ծիածանի այդ աղեղի մեջ։ Ամպրոպի ժամանակ, որոտի ժամանակ, անձրևի ժամանակ եւ երբ որ արեքակի շողերն են սկսում հայլատակել։ Սաղմոսներում հետարքիր է բացատրվում այս բանը, թեև չի հիշատակվում կոնկրետ ծիածան բառը։ 85-րդ սաղմոսում գլուխ 10-րդ ողորմություն եւ ճշմարտություն իրար կհանդիպեն, արդարությունը եւ խաղաղությունը իրար կհամբուրեն։ Եվ բառացիորեն այս գեղեցիկ խոսքերը իրականանում են, երբ որ երկնքում երևում է ծիածանը, Աստծո արդարության եւ նրա ողորմության միությունը։ Ուրեմն ուխտը սիրելիներ ունի այդ նշանը Աստծո եւ Նոյի եւ նրա սերունդների միջև եւ այդ ուխտը կոչվում է հավիտենական ուխտ։ Հիշեք խնդրեմ, ինքը Աստված երբեք մարդկանց հետ չի կապել ինչ որ ժամանակավոր ուխտ։ Տեսնեք առաջի ուխտը գրված է հավիտենական։ Այսօր հաճախ ավետարանական քրիստոնյաները խոսելով հին ուխտ, նոր ուխտ արտահայտությունների մասին, չէ՞, հին կտակարան, նոր կտակարան, ասում են հին ուխտը վատն էր, նոր ուխտը լավն էր։ Եվ նույնիսկ չեն մտածում, բայց եթե վատն էր հին ուխտը, Աստված ինչու էր այդ վատ ուխտը կապել մարդկանց։ Եվ ընդհանրապես կարող է Աստված մի վատ ուխտ կապել մարդկանց։ Հնարավոր է արդյոք։ Հավատում են արդյոք մեր սիրելի եղբայրները, որ Աստված կարող է մի անկատար թելի վատ ուխտ կապել մարդկանց։ Եթե հարցնեք, իհարկե նրանք չեն հավատա։ Ուրեմն սիրելիներ, կա գաղտնիք, որը պետք է իրենց համար պարզաբանել։ Ինչ է նշանակում հին ուխտ, նոր ուխտ։ Ուրեմն շարունակենք։ Հաջորդը, որ Աստված իր ուխտը հաստատում է Աբրահամի հետ, կկարդանք 15-րդ գլխում։ Ծննդոց գլուխ 15։ 8-ից 10 համարները։ Երբ Աստված Աբրահամին խոստանում է, ասում է ես քեզ կտամ սերունդ, եւ այդ սերունդը ինչքան կլինի։ Տովի ավազի հատիկներից ավելի շատ, երկնքի աստղերից ավելի շատ կլինի։ Աբրահամն ասում է 8 համարից. ով Տեր, ինչպես ես կգիտենամ, որ կժառանգեմ այն երկիրը, որ դու պիտի տաս։ Նաև խոստանում է Աստված մի երկիր տա Աբրահամի սերնդին։ Եվ նա ասեց նրան. ինձ համար մի 3 տարեկան երինջ, 3 տարեկան այծ եւ մի 3 տարեկան խոյ, մի տատրակ ու մի աղավնու ձակ վերցրու, եւ այս բոլորն առավ նրա համար եւ նրանց մեջտեղից կտրտեց եւ ամեն մեկ կտորը մյուս կտորի դեմ դրեց։ Այս թռչուններին չկտրեց։
Եվ կտրած դերի վրա գիշապիչ թռչուններ իջան, բայց Աբրահամը հետ քշեց նրանց։ Ուրեմն շատ ուշադիր խնդրում եմ լսեք։ Աբրահամը շատ տրտմած է եւ ասում է. «Տեր Աստված, դու ինձ ամեն ինչ որոշներ ես, ամեն երկրային հարստությամբ, չէ՞, ասում է, տվել ես ամեն ինչ, բայց սերունդ չես տվել, զավակ չես տվել։ Հիմա ասում է, ինչ որ ես ունեմ, իմ ժառանգությունում պիտի թողնեմ, ասում է, պետք է թողնեմ իմ վերակացին, տան վերակացին, որ իր զավակը չէ։ Եվ Աստված ինչ է ասում նրան։ 4:15 գլխի չի ասում, նա չի ժառանգի, այլ քո մեջքից դուրս կգա, նա կլինի քո ժառանգը։ Եվ Աբրահամը 6-րդ համարում ինչ է անում, գրված է հավատաց նրան։ Աբրահամը հավատաց Աստծուն, որ ինքը տարեց մարդ ունենա սերունդ, որ Աստված կտա նրան այնքան շատ սերունդ, որ հնարավոր չի լինի հաշվել։ Նա հավատաց, որ Աստված կտա նրանց մի երկիր, որպես նվեր, ընծան։ Աբրահամը երբ որ նշան խնդրեց, նա ոչ թե անհավատություն դրսևորեց, այլ ուզեց, որ իր հավատը հաստատվի պարզապես։ Ասեց, ինչպես եմ իմանալու եւ հարցնում է, ինչ որ ձևով հաստատիր իմ հավատքը, որ ես ժառանգելու եմ այդ երկիրը, եւ Աստված տարօրինակ պատվեր է տալիս։ Վերցրու ասում է կենդանիներ 3 տարեկան եւ մեջտեղից կտրատեր եւ դիր մեկը մյուսի դիմաց։ Ուրեմն հին ժամանակներում այդ մերձավոր արևելքում կար սովորություն, երբ որ ուխտ էին կատվում իրար հետ երկու կողմեր, նրանք կտրատում էին կենդանուն մեջտեղից, դնում էին իրար դիմաց, այսպես, եւ մեջտեղով այսպիսի փոքրիկ արահետ անցնում էին, եւ դա նշանակում էր, որ նրանք խոստանում են երկուսն էլ, որ պետք է այդ պայմանը ինչ անեն, կատարեն, համաձայնագիրը պետք է կատարեն, պիտի հավատարիմ լինեն, իսկ եթե խախտեն պայմանը, ուրեմն թող իրենց հետ կատարվի այն, ինչ կատարվել է այս կենդանիների հետ։ Պատկերացրիք, ուրեմն իմաստը դա էր, որ թող ես եմ մեջտեղից կտրվեմ, մեռնեմ, եթե ես խախտեմ այս պայմանը, պայմանագիրը կամ այս ուխտը։ Եվ այստեղ չի նկարագրված, թե ինչպես է Աբրահամը անցնում այդ կենդանիների միջով։ Բայց հետո Աբրահամը սպասում, թռչուններին քշում է, որոնք գալիս են որպեսզի հոշոտեն այդ կենդանիներին։ Աբրահամի վրա խորը քուն է իջնում։ Եվ հետո նրա վրա մեծ խավարի սոսկում ընկավ, 12 համարից եմ կարդում։ Եվ Տերն ասեց Աբրահամին. «Ստույգ իմացիր, որ քո սերունդը մի երկրում, որ իրենցը չէ, պանդուխտ կլինի եւ ծառայություն կանեն եւ նրանց 400 տարի կչարչարեն»։ Այդ ուխտը կապելուց առաջ քնի մեջ ամենայն հավանականությամբ երազում Աստված ցույց է տալիս նրան այդ բանը։ Եվ հետո գրված է 17 համարը նայեք խնդրեմ։ Երբ որ արևը մայր մտավ եւ խավար եղավ, ահա մի մեծ ծխի հնոց եւ մի կրակի բոց այն կտորների մեջտեղով անցավ։ Արևամուտին արդեն մութը երբ որ իջավ, հանկարծ մի կրակի բոց, ծխի հնոց, այսպիսի ահռելի, ուրեմն ահասարսուր մի տեսարան։ Այդպիսի բան այս կենդանիների միջով անցնում է եւ բնականաբար սպառում է այդ կենդանիներին եւ այն օրը Տերը Աբրահամի հետ ուխտ դրեց ասելով. քո սերնդին տվեցի այս երկիրը, Եգիպտոսի երկրից, Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը, այսինքն Եփրատ գետը,
Եվ նշում են բոլոր ազգերը, որ ապրում էին այդ տարածքում։ Ուրեմն Աստված ինքն էլ անցնում է դրա միջով եւ ուխտը հաստատում է Աբրահամի հետ։ Պատկերացնում եք, Աստված ասում է, եթե ես խախտեմ այս ուխտը, թող ես էլ ինչ անեմ, թող ես էլ մեջտեղից այսպես տվեմ։ Եվ երբ որ մարդկությունը Աստծո ժողովուրդը ին կտակարանում խախտում են Աստծո ուխտը, ինչ է անում Աստված իր ուխտին հավատարիմ լինելու համար։ Կամ պետք է մարդկությունը այդպես կործանվի, կամ Աստծո որդին, որ այդ զոհի խորհրդանիշն էր, Քրիստոսը պետք է զոհաբերվի։ Ուրեմն ուխտը մշտապես հաստատվում էր զոհի արյան միջոցով։ Սա հիշում եմ, բայց մարդկությունը եւ 5 տականում Աստծո ժողովուրդը միշտ խախտել են այդ ուխտը։ Այդպես է թե ոչ։ Ինչեւ վերջ խախտել են, ինչեւ Քրիստոսի անձնական գալուստը նույնպես խախտել են, անհավատարիմ են գտնվել այդ ուխտին։ Ավիտենական ուխտին։ Հիմա երբ որ Աստված Քրիստոսի անձնական գալուստով հետո երբ որ Քրիստոս պատրաստվում էր արդեն խաչելության գնալ, ասում են նոր ուխտ եմ հաստատում ձեզ հետ։ Դա չի նշանակում, որ Աստծո այն ուխտը, որ նա հաստատել էր, դա վատ ուխտ էր, չար ուխտ էր, չգիտեմ, անկատար էր եւ թերի։ Եվ ուխտը ոչ փոխել է իր պայմանները, ոչ զոհի արյան այդ հարցն է փոխվել, ոչ օրենքն է փոխվել, որ պայմաններ ուխտի։ Փոխվել էր միայն տեղը, որտեղ պետք է այդ ուխտը գրվեր։ Որովհետև 5 տակարանում Աստծո ժողովուրդը պետք է այդ ուխտի պայմանները ընդունել իր սրտի մեջ։ Այսինքն ոչ թե պետք է արտաքին ձևով հնազանդվեր Աստծո պայմաններին, դրսևանց, չէ՞։ Ես օրինակ չեմ գողանում, որպեսզի մարդը չտեսնի եւ ինձ չպատժի։ Այլ ես չեմ գողանում, որտեղ իմ սրտի մեջ գրված է՝ մի գողացիր։ 5 տակարանի ժամանակներում Աստծո ուխտը այդ նույն հավիտենական ուխտն է եղել, որ Հիսուս Քրիստոսը կնքել է նոր կտակարանի ժամանակ։ Դա միևնույն հավիտենական ուխտն է։ Միայն ժողովուրդը չի ընդունում այդ պայմանները իր սրտի մեջ։ Ուշադիր նայեք, խնդրեմ, հիմա պիտի կարդանք ձեզ հետ 5 տակարանում 2-րդ օրինաց գիրքը։ Բ օրինաց 30-րդ գլուխը։ Գտաք։ Հիմա ես կկարդամ 6, 15 եւ 16 համարները։ Բ օրինաց, ճիշտ է ասեցի։ Գլուխ 30, 6, 15 եւ 16 համարներ։ Կարդում եմ։ Եվ քո Տեր Աստվածը կթլփատի քո սիրտը եւ քո որդիների սիրտը, որ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգովդ քո Տեր Աստծուն սիրես եւ ապրես։ Եվ 15-16 համարները։ Տես, ես այսօր քո առաջ եմ դնում կյանքը եւ բարին, մահը եւ չարը, որ ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քո Տեր Աստծուն սիրես, նրա ճանապարհներում գնաս եւ նրա պատվիրանները, կանոնները եւ դատաստանները պահես։ Եվ տեսեք, 6 համարում գրած է, որ Աստված ինչ կանի կթլփատի քո սիրտը։ Ուրեմն թլփատության նշանը, որ Աստված Աբրահամի տվեց, հիշում եք, Նոյին տվեց աղեղի նշանը, ուխտի նշան, Աբրահամին թլփատության նշան տվեց։ Բայց այդ թլփատությունը զուտ այդպես արտաքին երևույթ չպետք է լիներ ընդհանրապես, որ դրսից տարբերվեին իրենք։ Դա պիտի նշանակեր սրտի թլփատություն։ Հիմա տեսեք, այո, եթե ասում է Աստված կթլփատի քո սիրտը, որ քո ամբողջ սրտով եւ հոգովդ քո Տեր Աստծուն սիրես եւ ապրես, դա ինչ ուխտ է։
Սա նոր ուխտ է։ Այնպես չի։ Հիսուս Քրիստոսին հարցում են, ինչ անեմ, որ արքայությունը ժառանգեմ։ Ինչ ասում։ Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով, սրտով, մտքով եւ ձեռքով։ Ուրեմն թվփատությունը սիրելիներ։ Դա նոր ուխտի խորհրդանիշ է, հավիտենական ուխտի, որ Աստված ուզում է թվփատել մարդկանց սիրտը, ոչ թե պարզապես մարմինը։ Նկատում եք տարբերությունը եւ ինչն է, որ բարդ է այսօր շատ մեր եղբայրների եւ քույրերի համար ըմբռնել եւ հասկանալ։ Աստված միշտ բոլոր դարերում մարդկանց հետ հաստատել է այդ ուխտը, հավիտենական ուխտ Քրիստոսի արյունով եւ Աստծո օրենքն ու պատվիրանները նրանց սրտում։ Երբ որ մենք կարդում ենք Երեմիա մարգարեի գրքում եւ Եզեկիելի գրքում նոր ուխտի մասին, չէ՞, երբ որ ասում է ձեզ նոր սիրտ կտամ, նոր հոգի եւ իմ օրենքը կդնեմ ձեր սրտի մեջ։ Այդ նույն օրենքն է, որ այստեղ գրած է, տեսեք, սիրես Տեր Աստծուն, պահես նրա պատվիրանները, կանոնները եւ դատաստան։ Նույն օրենքն է։ Միայն թե դրսից այդ օրենքը Աստված ասում է կդնեմ ձեր ներսում։ Փրկության պայմանները չեն փոխվել։ Ուխտի պայմանները նույնն են եղել բոլոր դարերում։ Հնազանդություն Աստծո կամքին կամ ենթարկվել Աստծո օրենքներին։ Բոլոր դարերում սա եղել, սիրելիներ։ Միայն թե Աստված ասում է արտաքինից ձևականորեն դուք չեք կարող պահել այդ օրենքները։ Մինչև որ չընդունեք ձեր սրտի մեջ, մինչև որ չթլփատվի ձեր սիրտը, դուք չեք կարող դա պահել։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ հրեա ժողովուրդը այդպես է մեծամասամբ չընդունեց Աստծո ուխտը եւ օրենքը չընդունեց իրենց սրտի մեջ։ Նրանք թլփատվեցին արտաքինից, մարմինը միայն, բայց իրենց սիրտը մնաց անթլփատ։ Եվ դուք հաճախ կհանդիպեք 5 կտակարանում այդպիսի խոսքեր։ Մասնավորապես, եթե չեմ սխալվում, Երեմիա մարգարեն է հաճախ օգտագործում ով սրտով անթլփատներ։ Ուրեմն ուխտը, որ Աստված կապեց Աբրահամի հետ, դա հավիտենական ուխտն է կրկին, նույն հավիտենական ուխտը։ Ինչի մասին նոր կտակարանում գրած է, որ եթե դուք հավատում եք Քրիստոսին, դուք ում զավակներն եք, Աբրահամի զավակներն եք։ Բայց ինչպես է նոր կտակարանում 5 կտակարանյան Աբրահամի զավակը։ Ինչպես ենք մենք մտնում Աբրահամի ուխտի մեջ։ Չէ՞։ Տեսնում եք, ինչքան նուրբ հարց է, որ Աստված ուխտ է կապում։ Սա ցույց է տալիս, որ հաճախ մարդիկ, որ արտաքին ձևով են ուզում պահել Աստծո պատվիրանները դրսևորած, սիրտը մնում է անփոփոխ, նման է, որ ոնց որ կենդանիների հետ Աստված ուխտ կապի։ Կենդանին ոչ մի բան չի կարող անել, պայմաններ չունի, չի կարող ենթարկվել եւ ասել հատեր Աստված, ես էլ քո պայմանը կկատարեմ։ Ուրեմն ներքին թլփատությունը, սիրելիներ, սրտի թլփատությունը, դա նույն հավիտենական ուխտն է, ինչ որ նոր կտակարանում մկրտությունը։ Նոր կտակարանում մկրտությունը ինչ է իրենից ներկայացնում։ Մկրտությունը ընդհանրապես նշան է ուխտի։ Իրականում, եթե մարդը ապաշխարում է, մկրտությունը նշան է, որ նա ապաշխարել է եւ ուխտի մեջ է մտել Աստծո հետ։ 5 կտակարանում թլփատությունը, սիրելիներ, այդ նույն ապաշխարության նշանը պետք է լիներ։ Համաձայն եք թե ոչ։ Թլփատությունը պետք է ցույց տա, որ այս ժողովուրդը ապաշխարած ժողովուրդ է, որ նա սրտով թլփատված է։ Չէ՞ որ ապաշխարությունը ինչ է դա, եթե ոչ սրտի վերափոխում։ Այդպես է թե ոչ։ Ապաշխարությունը սրտի վերափոխում է, վերածնունդ։ Ուրեմն 5 կտակարանում թլփատությունը պետք է ցույց տա, որ այս ժողովուրդը մարմնավոր կյանքից վերածնված է։ Նոր սիրտ է ստացել, նոր կյանք, որպես ժողովուրդ։ Ինչը որ նրանք չկարողացան հասկանալ մինչև վերջ, իհարկե ժողովրդի մեջ միշտ մի մնացորդ կար, որը հասկանում էր։ Ուրեմն, սիրելիներ, մկրտության ուխտը դա նույն այն հավիտենական ուխտն է, որ Աստված կապել էր Աբրահամի հետ, Նոյի հետ,
հավիտենական ուխտ, որի պայմանները նույնն էին եղել բոլոր դարերում, Աստծո օրենքը մարդու կողմից, որ պետք է պահի, իսկ Աստծո կողմից երթում, որ ես ձեզ կտամ երկիր, չէ, կտամ ձեզ հավիտենական կյանք եւ բոլոր օրհնությունները կապված դրա հետ։ Սաղմոս 37-ում, եկեք կարդանք։ Սաղմոս 31 համարը։ Արդարները երկիրը կժառանգեն եւ հավիտյան կբնակվեն այնտեղ։ Արդարի բերան իմաստություն է խոսում եւ նրա լեզուն իրավունք է, զրուցում։ Եվ իր Աստծո օրենքը որտեղ է։ Իր սրտում է։ Սա գրված է 5 կտակարանում։ Արդար մարդու սրտում գրված է Աստծո օրենքը։ Սա նշանակում է, որ նա սրտով թլփատված է, որտեղ 5 կտակարանում է գրված։ Պատկերացրիք դուք։ Նոր կտակարանում Եզեկիել մարգարեն է գրում Երեմիան, որ նոր ուխտը այն է, երբ որ Աստված նոր սիրտ է ստեղծում եւ այնտեղ գրված է ինչ է։ Իր օրենքը։ Տարբերություն կա։ Չկա տարբերություն։ 5 կտակարանում Աստծո օրենքը պետք է լիներ գրված սրտում, որտեղ ով էր արդար մարդ 5 կտակարանում հիշեցում մասին է գրված։ Հոբը գրված է արդար մարդ է։ Ուրեմն Աստծո պասը պատվիրանները որտեղ է գրված։ Նրա սրտում է գրված։ Դա ինչ ուխտ է։ Դա հավիտենական կամ նոր ուխտն է, եթե Աստծո օրենքը գրված է նրա սրտում։ Ուրեմն Հոբն Նահապետը Աստծո հետ գտնվում էր նոր հավիտենական ուխտի մեջ։ Նոյը արդար մարդ էր։ Ինչ ուխտի մեջ էր Աստծո։ Հավիտենական նոր ուխտի մեջ, որտեղ նրա սրտում գրված է Աստծո օրենքը։ Աբրահամը եւ այդպես շատերը մենք վստահաբար պետք է իմանանք սիրելիներ, որ հին ուխտ չի նշանակում վատ բան, որ Աստված կապել է ժողովրդի հետ։ Ուղղակի խոստումը, որ տվել է ժողովուրդը, որ պիտի կատարի Աստծո պատվերները, չի կատարել։ Դա է հնացվել այդ ուխտը։ Ինչեւ այսօր կարող են լինել մարդիկ, ովքեր մկրտված են, բայց գտնվում են հին ուխտի մեջ Աստծո հետ։ Եթե նրանք ձևականորեն են պահում Աստծո օրենքը։ Համաձայն եք թե ոչ։ Եթե մենք այսօր միայն դրսից պահենք Աստծո օրենքը, մեր սիրտը վերափոխված չէ, վերածնված չէ, մենք գտնվում ենք հին ուխտի մեջ։ Եվ այդպես շատ քրիստոնյաներ։ Ուրեմն սիրելիներ, մկրտությունը նոր կտակարանյան, դա նույն սրտի թափատությունն է։ Սրտի վերածնունդը, որ Աստծո օրենքը պետք է վերափոխի մարդու սիրտը։ Եվ մենք այսօր պետք է նորոգենք այդ ուխտը Աստծո հետ։ Նորից պետք է թույլ տանք, որ Աստծո հոգին ներխուժի մեր սիրտը եւ այնտեղ ինչ որ գործողություններ անի։ Վիրահատություն անի, գիտեք, սիստեմա միացնի մեր սրտին։ Այո։ Եվ հիշեք խնդրեմ, նոր կտակարանում հին ուխտը կոչված է փառավոր։ Աստված միայն փառավոր ուխտեր է կապում։ Գրված է, եթե հինը փառավոր էր, ապա որքան ավելի փառավոր է նորը, այդպես է գրված։ Ուրեմն հին ուխտ արտահայտությունը չպետք է դիտարկել որպես վատ բան սիրելիներ։ Մարդու կողմից է դա եղել անհավատարմություն եւ մարդու խոստումի դրժումն է այն դարձրել հին։ Ոչ թե դա վատ բան է եղել, որ Աստված կապել է։ Ոնց որ Աստված փորձել է, արի տեսնամ, դուք կարողանաք պահել ուխտը թե չէ, եթե չեք կարող, պետք է գցենք մի կողմ, նորը կկապենք ձեզ հետ։ Սա Սուրբ գրքի հասկացողության կատարյալ խեղաթյուրում է սիրելիներ։ Դա նշանակում է Աստված ինչ որ անկատար բան է արել մարդկանց հետ։ Իսկ մենք գիտենք, որ Աստված երբեք ոչ մի բան անկատար չի անում։ Ինչ որ Աստված արել է, դա կատարյալ է այս երկրում։ Նրա գործողությունները, նրա օրենքը, նրա սկզբունքները բոլորը բացարձակ կատարելություն են։ Եվ հին ուխտը, որ գրված է կապել է ինքը Իսրայելի ժողովրդի հետ, չի կարելի համարել վատ։ Հին ուխտը այնքան փառավոր էր, որ ամեն օր
կենդանիներին զոհելով մարդիկ պետք է հիշեին Քրիստոսի մահը։ Դա ինչին բան կա, սիրելիներ։ Ամեն օր հիշեցնել մեղավորին, որ իր փոխարեն մեռնելու է անմեղ Աստծո գառը։ Սա փառավոր միտք է։ Այնպես չի, սա է հին ուխտը։ Որ քահանայապետը ամեն օր պիտի մտնի, ամեն տարի մեկ անգամ, իսկ քահանաները ամեն օր գառան արյունը պիտի սրսկեն սեղանի վրա կամ ուխտի տապանակի վրա։ Բայց սա փառավոր իմաստ չունի միտք, որ Քրիստոսի արյունն է, որ մեղավորին փրկելու է մահից։ Այո, հին ուխտը փառավոր է եղել, սիրելիներ։ Ուղղակի կրկին հիշենք, որ մարդիկ են այն դարձրել անզոր, որտեղ չեն ընդունել պայմանները իրենց սրտի մեջ։ Հիշեք խնդրեմ, Քրիստոսը երբ որ եկավ, նրանք արտաքուստ պահում էին պատվիրանները, բայց նրանց սրտերը վերափոխված չէին, որտեղ հազարավոր աղքատներ ունեին Իսրայելում, որոնց մասին հոգ չէին տանում։ Ինչի մասին էր դա վկայում, որոտներ, հիվանդներ, լքված, ընկած փողոցներով, որ նրանց սրտը վերափոխված չի։ Նրանք միայն ծեսեր են կատարում։ Այդ դա էր հնացրել հավիտենական ուխտը։ Ուրեմն թող Աստված օրհնի, որ մենք այսօր պիտի մասնակցենք հաղորդության ծառայությանը։ Նախ թույլ տանք ոտնալվայի ժամանակ, որ Սուրբ Հոգին լվա մեր սրտերը, ոչ թե միայն մեր ոտքերը, մենք իրար լվանանք։ Հիշեք խնդրեմ սիրներ, եթե Սուրբ Հոգին չլվանա մեր սրտերը, մենք չենք կարող հույս ունենալ Աստծո արքայության, ճիշտ այնպես, ինչպես հազարավոր իսրայելացիներ, որոնք չմտան ավետյացի երկիրը, որտեղ ըմբոստ էին, տրտնջացող եւ միայն ձևական։ Բայց բարի լուրը այն է, սիրելիներ։ Բարի լուրն այն է, որ Աստծո գառը Հիսուս Քրիստոսը մինչև այսօր որ առաջ դեռ մատուցում է խորհրդանշորեն իր արյունը, չէ՞։ Մեզանից յուրաքանչյուրի համար։ Մինչև այսօր շարունակում է այդ միջնորդությունը, որի խորհրդանիշը քահանայապետն էր հին կտակարանը։ Այսօր դեռ շարունակում է բարեխոսությունը, միջնորդությունը։ Այսօր դեռ Հիսուսն ասում է Հայր, ներիր, ընդունիր եւ լվացիր։ Ուրեմն թող այս մտքերով, սիրելիներ, այս խոհերով մենք մասնակցենք ոտնալվայի ծառայությանը, որ հետո արժանի լինենք ընդունել հաղորդություն։ Ամեն։ Եկեք մեկ աղոթքով մենք ավարտենք ծառայության այս մասը։ Առավոր Աստված, օրհնյալ ես դու հավիտյանս հավիտենիցի, եւ այն ինչ որ դու անում ես մարդկանց հետ, հավիտենական հետևանքներ ունի։ Եվ հենց հավիտենական ուխտն է, որ դու կապել ես բոլոր դարերում, սկսած Ադամից մինչև այսօր, յուրաքանչյուր մարդու հետ։ Եվ մենք խնդրում ենք, որ քո ուխտը, որ մենք ընդունել ենք մկրտության ժամանակ, եւ որպես նշան վկայություն ենք տվել աշխարհին, որ մենք քեզ ենք պատկանում, եւ ընդունել ենք, որ թույլ ենք տալու քո շնորհիվ, քո ուժով, քո զորությամբ կատարելու քո պատվիրանները, որ մենք հավատարիմ լինենք մեր ուխտին, որտեվ այդ ուխտի խախտման հետևանքով է, որ Քրիստոսը պատռվել է, որ իր կյանքը զոհել է մեզանից յուրաքանչյուրի համար, որտեղ մենք մեղավոր մարդիկ հաճախ անհավատարիմ ենք գտնվում։ Եվ շնորհակալ եմ, որ քո ողորմությունը եւ քո արդարությունը այլևս իրար չեն հակասում, որտեղ Քրիստոսի միջոցով դու հաշտեցրեցիր մեղավոր աշխարհը քեզ հետ։ Եվ այսօր մենք ուզում ենք պատրաստվել թույլ տալ, որ քո հոգին լվանա մեր սրտերը եւ կարողանանք ուրախությամբ, մաքուր սրտերով, հաշտ ու խաղաղ միմյանց հետ մասնակցել հաղորդության արարողությանը
ի նշան հաշտության եւ ի նշան ուխտի նորոգման։ Օգնիր մեր համայնքը, բոլոր ներկաներին եւ նրանց, ովքեր չեն կարողացել գալ, Հիսուսի անունով, ամեն։ Մինչ կմասնակցենք ոտնալովային շիրներ, եկեք, հիմա մասնակցենք, հետո կերքենք։ Մենք խնդրում եմ, եթե հնարավոր է, մի քիչ արագ, որպեսզի հասցնենք